Սուրեն Պապիկյանին։ Պարոն Պապիկյան, օրեր առաջ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը մի միտք հնչեցրեց, հարցապնդում արեց Պաշտպանության փոխնախարար նախարարի տեղակալ Արման Սարգսյանին, որ 25 թվականին ունեցել ենք 30 զոհ ծառայության պայմաններում զինված ուժերում եւ հանրության համար անհայտ է թե այդ զոհերը ինչու են եղել, ոնց են եղել եւ պարզաբանում պահանջեց Արման Սարգսյանից օրեր առաջ այդ հարցապնդումից դուք ձեր ելույթում եւ հարցազրույցի ժամանակ զոհերին անդրադարձել եք, բայց փաստորեն պարզվում է որ հակասություն կա պատգամավորի ասացի եւ ձեր պարզաբանածի միջև իհարկե հասկանում եմ որ զինված ուժերում հաջողված բարեփոխումները նյարդայնացնում են որոշակի շրջանակներին եւ ամեն կերպ փորձում են ստվերել այդ ամենը հիմա ես խնդրում եմ որպեսզի պարզաբանում տակ 25 թվականին զինված ուժերում այդ պատգամավորի նշած 30 զոհի վերաբերյալ շնորհակալություն Հարցին կպատասխանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, համեցեք պարոն նախարար։ Դահլիճում լռություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սա մի հարց է, որը այո պարզաբանման կարիք ունի, որովհետև ես ասուլիսի ընթացքում հնչեցրել եմ իրական պատկերը, հասկանում եմ, որ շատ դեպքերում զոհերի եւ մահերի հարցը շահարկելը որոշ քաղաքական գործիչների կամ քաղաքական թիմերի իրենց կարծիքով կարող է բերել ինչ-որ քաղաքական հաջողություններ եւ դիվիդենդներ, բայց սա մեղմ ասած սարսափելի եւ նողկալի է, սիրելի ընկերներ։ Ուրեմն նշեմ 2025 թվականի վիճակագրությունը 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք 6 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը ցավոք ինքնասպանության եւ երկուսը առողջական խնդիրներով։ 25 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել ինչու ենք նաև նշեմ մահացել զոհվել, որից երևի օգտվել են, որովհետև 30 թվի մեջ կան նաև այո զոհեր, դրա համար պատասխանը հնչել է մահացել, զոհվել է 30 զինծառայող, բայց դրա մասին չէ դա, որ 30 մահը բոլորը զոհեր են։ Խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է եւ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքեր են, այդ թվում նաև հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից։ Սա է պատկերը, հարգելի պարոն Խաչատրյան։ Ծառայության հետ կապված 6 դեպք է, մնացած 24-ը ծառայության հետ կապված չեն, ծառայությունից դուրս են։ Այդ թվում տանը ճանապարհային երթևեկության խախտումների պայմանների բերումով, վթարի բերումով Այո։ Խնդրեմ արձագանք։ Դահլիճում լռություն։ Շնորհակալություն պարոն Պապիկյան, փաստորեն պատգամավորի հարցապնդումը եւ իրական պատկերը 170-ից չնու տարբերվում են միմյանցից, մեկ բանը ճիշտ որ այդ ամեն ինչի մեջ հնչում է 30 թիվն է, փաստորեն մենք ունենք 6 մահ ծառայության հետ կապված, այն էլ կայծակի հարված, հոսանքից, ինքնասպանության 2 դեպք, հա, եւ առողջական պատճառներով եւ 24 դեպք ունենք մահվան դեպք ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Սա է մեր արձանագրումը եւ Այո, ամբողջությամբ հաստատում եմ իմ կողմից հնչեցված եւ ձեր կողմից վերահնչեցվածը։ Եվ կոչ եմ անում պատգամավոր գործընկերներին, քաղաքական գործիչներին չդառնալ մահվան եւ ողբի մունետիկ։ Դա լավ բան չէ։ Շնորհակալ եմ։ Լավագույն օրերը հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա ուղղակի կարծիք չի, սա արձանագրում է, սա փաստ է, սա պատմականորեն։ Եկեք հետ գնանք 100 տարի առաջ, 200, 300, 400, եկեք ինչքան ուզում ենք հետ գնանք։ Նման ժամանակաշրջան, երբ որ հայ ժողովուրդը ապրում է իր սուվերեն ինքնիշխան հողի վրա, անվտանգ եւ խաղաղ պայմաններում իր հարևանների հետ, մենք չենք գտնելու։ Եվ հիմա
այս պատմական իրողությունները ցավոք սրտի մեր երկրի ներսում փորձում են ուրեմն գողանալ, ելի կատարելով երրորդ երկրների պատվերները, ելի փորձ անելով Հայաստանը դարձնել ազդեցության գոտի։ Չի ստացվելու, Հայաստանի Հանրապետությունը վաղուց արդեն ազդեցության գոտի չի եւ չի ստացվելու։ Հայաստանի Հանրապետությունը երբեք պատմականորեն չի ունեցել նման բարձր միջազգային վարկանիշ։ Դա փաստում են վերջին իրադարձությունները, վերջին տարիների իրադարձությունները, վերջին նախորդ շաբաթվա իրադարձություններն էլ միջազգային այնքան շատ էին, որ չենք էլ հասցնում արդեն դրանք վերլուծենք եւ մատուցենք մեր հանրությանը։ Եվ քանի որ բոլոր թեզերը ջարդված են արդեն շատ վաղուց, Միջանցքից էին խոսում, գործընկերներս շատ լավ հիշեցումներ արեցին, Տավուշից էին խոսում 4 գյուղերը, Կիրանցը, հեսա էս բլուրը կտանես, լերես, թուփը, էս են անում, են անում, հեսա, հիմա պարզա որ ջախջախված են այս բոլոր թեզերը եւ ընդդիմությունը, քանի որ թեզերը ջախջախված են, բայց ըստ էության նպատակները փոխված չեն նրանց, փորձում են հիմա այլ նարատիվներ գեներացնել, գալ խոսալ ինչ որ թիրախներ են ընտրում, թույլ տեղեր են ընտրում, թոշակներն են ընտրում, աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին են թիրախավորում ըստ էության եւ փորձում են նրանց ուրեմն խնդիրներն օգտագործել եւ գալիս են այստեղ ինչ որ թոշակներից են խոսում օրինակ մարդիկ, ում խմբակցության 90%-ը երևի ապօրինի գույքով է անցնում։ Իդեպ պետությունը շատ մեծ գումարներ է ծախսում, որպեսզի այդ քննություններն իրականացնի, բացահայտի եւ ապօրինի գույքերը վերադարձնի։ Պարոն Թադևոս Ավետիսյանին կառաջարկեմ իրանց խմբակցության նիստին հավաքի բոլորին, ասի ժողովուրդ ջան, ձեր ապօրինի գույքերը, որ այդքան փող է ծախսում պետությունը հետ բերելու վրա, հավաքեք իրար գլխի սիրուն տարեք, վերադարձրեք պետական բյուջե եւ առաջարկով հանդես եկեք, որ ընդդիմության ապօրինի գույքերով ուրեմն բարձրացնենք թոշակառուների թոշակները, որովհետեւ Հայաստանի Հանրապետության պետական ռեսուրսներով ցավոք սրտի շատ արագ եւ միանգամից չի ստացվում դա անել։ Այս տարիների ընթացքում մենք 3 անգամ բարձրացրել ենք ուրեմն նվազագույն բազային թոշակի չափը եւ ավելացրել ենք նաեւ առողջապահության ապահովագրությունը։ Եվ ժամանակը սպառվում է, մի թեմա էլ անդրադառնամ։ Ասում են Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ նրանց փորձում են լրացնել ուրեմն կալանավորելով։ Նախ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան եւ երկրորդ ձեր նշած ճակերտավոր քաղբանտարկյալներն ասում են շատ կոնկրետ հանցագործություններով եւ խոսելն ենք ուզում լրացնել ձեր որևէ այդ հանցագործության մեջ մեղադրվող ընկերներից մեկին ուղիղ եթերի կամերան պահես վրեն կոչնչանա։ Ինչ պետք է խոսան։ Խոսալ գիտեն, որ մի հատ էլ խոսան։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, մենք շարժվում ենք մեր նպատակների հետևից, մենք խոստացել ենք, որ ապահովելու ենք առնվազն 100-ամյա խաղաղություն հայ ժողովրդի համար եւ մենք